Որոքման ջրի հետ խնդիրը կապված ջրագծերի հետ, որը լրիվ կառուցված է փակ խողովակաշարով, խնդիրը մենակ լճում եթե ջուրը լինի, խնդիր չենք ունենա։ Դե եղանակներից, եթե լիճը ջուր լցվի, որտեվ կախված է եղանակից, անձրևային տարիների ժամանակ բավականին ջուր է կուտակվում։ Իսկ գծերի հետ կապված որոքման համակարգերի հետ կարելի ասել 90%-ով փակ խողովակաշարով ամբողջ համայնքում կառուցված է։ Գյուղում ինչքան բնակչություն ունեք։ 654։ Ցավալի խնդիր է, գյուղում չկա նման հաստատություններ, երիտասարդությունը հիմնականում ցեկտում է աշխատանքի, հիմնական աշխատատեղը Երևան քաղաքն է, որտեղ մարդիկ գնում են այս պահի դրությամբ բավականին երիտասարդներ այնտեղ աշխատում են շինարարության մեջ։ Հիմնականում ինչով են զբաղվում գյուղացիները։ Գյուղացիները հիմնականով զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Անասնապահություն, բուսաբուծություն։ Այդ խնդիրը նաև մենք զերծ չենք մնացել, կա գլխաքանակի որոշ չափի պակասում։ Դա կապված է տարվա եղանակից, եթե բերքատվությունը, բերքը շատ վատ է լինում, բնական է, դա ազդում է նաև անասնապահության վրա։ Չէ, կոյուղի հիմնականում չկա։ Չկա, կոյուղի չկա։ Պատճառը դիմել եք օրինակի համար։ Մեր մոտ չի ստացի, կոյուղները հիմնական չկա, մենք չունենք կոյուղի։ Ոչ մի գյուղ է կոյուղի չունի։ Չկա։ Ժամանակին փորձել են ընդանուր կոյուղակը կառուցել բոլոր համայնքների համար, չի ստացվել, երևի խնդիրը եղել է ֆինանսական, չեմ կարող։ Դպրոցը, կողն է, աշակերտները այսօրվա դրությամբ 50 աշակերտ է։ Շատերը ենթակա չէ, այսինքն։ Փակման ենթակա է, որովհետև Հարևան գյուղում կառուցվում է նոր դպրոց, Սարատակում նոր դպրոց է կառուցվում, եւ այդ միավորման արդյունքում գյուղի երեխաները այնտեղ են հաճախելու։ Սա խնդիր չէ։ Այդ տեղափոխության պահով եմ ասում էլի։ Մեր մոտ կարելի ասել խնդիր չէ, որովհետև երկու համայնքը շատ մոտ են իրար, ավելի կառուցվող դպրոցը ավելի մոտ է մեր գյուղին, քան Սարատակին։ Երիտասարդները չունեն զբաղվածություն։ Այո, հիմնականում դա է խնդիրը, չունեն զբաղվածություն, մեծ մասը գնում են կամ արտագնա աշխատանքի, կան երիտասարդներ, որոնք գյուղում զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, այն էլ կա ծանր է աշխատանքը, ծանր է մեր մոտ, ճիշտն ասած մի փոքր դժվար է, մենք արոտավայրեր չունենք անասուն պահելու համար, այդ կերը խոտ է, խնդիր է մեր մոտ, բայց կան, ճիշտ է, անցած տարվա համեմատ այս տարի նորից կրճատվել է, կարծեմ 64 տնտեսություն է այս պահին անասուն պահում, ճիշտ է, էլի կան պահողներ, հետաքրքրվողներ կան, մի մասը արդեն կախված իրանց աշխատանքի հետ մտածում են քաղաքում ավելի բարելավված է կյանքը, չեն չարճարվում էլի երևի։ Կուզեինք, որ աշխատատեղեր նոր ստեղծվեր, երիտասարդությունը կապվեր գյուղին, արտագնա աշխատանքի չմեկնեին, ամենակարևոր խնդիրներից մեկը։ Հետո կուզեինք մանկապարտեզի շենք ունենայինք, մեր երեխաները հաճախում են կողքի գյուղի Սարատակի մանկապարտեզում, ուզում ենք մեր սեփական գյուղում ունենայինք մանկապարտեզ, էլ ինչ խնդիրներ ասեմ, մշակույթի տան վերանորոգման աշխատանքները կուզեինք, որ սուբվենցիոն ծրագրով մտցնեին 26 թվի նորոգման աշխատանքների մեջ։ Գյուղում չի գործում կենտրոնական կոյուղի, ամեն բնակիչ այն համար անցկացրել է կոյուղի, ցանկանայինք, որ կենտրոնացված կոյուղի լիներ, քանի որ հարմար գետ ունենք գյուղի միջով հոսող փակ խողովակով անցկացնեին, թող էդ խնդիր է էլի գյուղացիների համար, անհնար է խնդիրներ չլինել, կուզեինք, որ մնացած երկրորդական ճանապարհներն էլ կամ ասֆալտապատվեր, կամ քարային անցած տարի մենք մի փողոց տեսանք, որ արտիկ տուֆի բլոկով շարվել է, կուզենք, որ այդ միջ մնացած կենտրոնական ճանապարհներից բացի երկրորդական ճանապարհներն էլ այդ քարերով սարքեին, շատ լավ կլիներ։
Օրինակ մենք ասֆալտապատ ճանապարհներ ունեցանք 2019 թվականին առաջինը կենտրոնական Մայրուղուց մինչև Սարատ մեր գյուղի վերջը, դրանից հետո էլի երկու ծրագրով կատարել են ասֆալտապատման աշխատանքներ, կցանկանանք, որ մնացած ճանապարհներն էլ կամ ասֆալտապատվեր, եթե շատ թանկ է ասֆալտապատումը, թող քարային ճանապարհ սարքեին։ Դա խնդիր է կուզեինք։ Իհարկե, աշխատատեղեր, արկայություն աշխատատեղերի կարևոր բան է, որ երիտասարդները գյուղին կապված մնան, գյուղից դուրս չգան։ Ամենաառաջի խնդիրներից մեկը երիտասարդության աշխատատեղերով ապահովելու մանկապարտեզի խնդիր կա, որ մեր գյուղի երեխաները գնում են այս կողքի գյուղը, Սարատակ, ավելի լավ կլիներ, որ մեր գյուղում լիներ մանկապարտեզ, մեր գյուղի երեխաները հաճախեն մեր մանկապարտեզը։ Կոյուղու խնդիրն է, մանկապարտեզի խնդիրն է, դպրոցի վերանորոգման խնդիր կա գյուղում։ Դպրոցների մեծացման են գնում, եթե գյուղը դպրոց եւ համայնքապետարան չունեցավ, այդ գյուղը